Եթերում ներքին գործեր հաղորդաշարի հերթական թողարկումն է բարի երեկո, այսօր մեր ծրագրում կարող եք դիտել։ Հայեցակարգից իմպլեմենտացում ներքին գործերի նախարարության տարեկան համաժողովում ներկայացվել է 2025 թվականի գործունեության արդյունքները։ Համակարգի ուժը վստահության մեջ խորագրով տարեկան համաժողովում ամփոփվել են 2025 թվականին ներքին գործերի նախարարության եւ ենթակա ծառայությունների իրականացրած աշխատանքները։ Դրանք ուղղված են եղել համակարգի ինստիտուցիոնալ զարգացմանը, կարողությունների հզորացմանը եւ ծառայությունների որակի բարձրացմանը։ Համակարգի ուժը վստահության մեջ խորագիրը կրող տարեկան համաժողովը հնարավորություն տվեց ամփոփելու 2025 թվականի ներքին գործերի նախարարության եւ ենթակա ծառայությունների իրականացրած ծավալուն ու համակողմանի աշխատանքները ուղղված նախարարության ինստիտուցիոնալ զարգացմանը, կարողությունների շարունակական հզորացմանը, ինչպես նաեւ մատուցվող ծառայությունների որակի լավարկմանը, հետեւաբար եւ հանրային վստահության մակարդակի բարձրացմանը։ Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար հանրային հաղորդակցության եւ իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը համաժողովի շրջանակում համապարփակ ներկայացրել է իրականացված ծրագրերի իմպլեմենտացման քարտեզը։ Մասնավորապես անդրադառնալով թվայնացման գործընթացներին նա նշել է, որ ներքին գործերի նախարարությունը վերահաստատում է իր ռազմավարական հանձնառությունն ուղղված հանրային անվտանգության ապահովմանն ու ծառայությունների մատուցման արդիականացմանը, ինչը ի սկզբանե եղել է գերատեսչության ձևավորման հիմքում։ Մենք ունենք մի շարք ուղղություններ, որտեղ թվայնացնում ենք ներգերատեսչական գործընթացները, մեր աշխատակազմին ապահովելով ժամանակակից եւ արդյունավետ թվային գործիքակազմերով, իսկ վարչարության բիզնես գործընթացները տեղափոխելով էլեկտրոնային միջավայր։ Այս փոփոխությունների ազդեցությունը քաղաքացին միշտ չէ, որ անմիջապես զգում է, քանի որ այստեղ մեր նպատակը ոլորտի երկարաժամկետ արդյունքների բարելավումն է։ Միաժամանակ մենք կարևորում ենք աշխատակազմի կարողությունների զարգացումը, նրանց զինելով պրոֆեսիոնալ եւ ժամանակակից գործիքներով, ապահովելով ոլորտային վիճակագրության պատշաճ վարում եւ ճշգրիտ խորքային վերլուծությունների իրականացում։ Այսպիսի նպատակներ ենք սահմանել համայնքային եւ քրեական ոստիկանության տիրույթում, մի շարք տվյալների, շտեմարանների արդիականացման ուղղությամբ, Ինտերպոլի հարթակում, ինչպես նաեւ հանցավորության վիճակագրության եւ հետազոտական կենտրոնում։ Հանրային ծառայությունների մատուցման ոլորտում նախարարության առաջնահերթությունը քաղաքացիների հարմարավետության ու գոհունակության ապահովումն է։ Այդ ուղղությամբ որդեգրված նպատակն է առցանց հարթակների միջոցով երաշխավորել առավել պարզ, արագ, թափանցիկ եւ վստահելի ծառայությունների մատուցում, ինչը հնարավորություն կտա քաղաքացիներին խուսափել գրասենյակներ այցելելու անհրաժեշտությունից եւ հերթերում ժամանակի անարդյունավետ կորստից։ Ուրախությամբ պետք է արձանագրենք, որ թվայնացման ոլորտում առավել ամբողջական եւ շոշափելի արդյունքներ մենք գրանցել ենք հենց քաղաքացիներին մատուցվող ծառայությունների մասով, մասնավորապես տրանսպորտային միջոցների եւ վարորդական իրավունքների տրամադրման ոլորտներում, անձնագրային եւ քաղաքացիությանն առնչվող ծառայություններում, օտարերկրացիներին մատուցվող ծառայությունների ուղղությամբ։ Ինչ վերաբերում է հերթագրմանը, վստահաբար կարող ենք ասել, որ այս ոլորտում հաջողել ենք ամբողջությամբ փոխել այդ մշակույթը, փակելով անկառավարելի եւ անկանխատեսելի ֆիզիկական կուտակումների էջը։ Ոչ վաղ անցյալում անձնագրային ծառայությունների հերթերը գլխամասային գրասենյակների դիմաց ստիպված ենք նաեւ կարգավորել ոստիկանական զորքերի ներգրավմամբ։ Այսօր այդ իրավիճակը մնացել է անցյալում, շնորհիվ համակարգային թվայնացման եւ ծառայությունների հասանելիության նոր մակարդակի։ Ներկայացվել են միգրացիոն ոլորտի ներկա պատկերն արտացոլող ցուցանիշները, որոնք լավագույնս փաստում են արձանագրված դրական տեղաշարժերի մասին։ Ռեկորդ ունենք գրանցած 2025 թվականի միգրացիոն սալդոյում։ 2025 թվականին հանրապետություն մուտք է գործել 8660-ով ավելի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, քան դուրս է եկել երկրից։ Չհաշված կովիդով պայմանավորված 2020 թվականի բացառությունը 2025-ը առաջին անգամն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սալդոն դրական է, այն էլ բավականին բարձր ցուցանիշ։ Սա միտումների իրական փոփոխությունների մասին է։ Ընդհանուր սալդոն եւս բացառիկ է՝ մոտ +30,500, որը նշանակում է, որ Հայաստանում այլևս նոր միգրացիոն իրավիճակ ունենք, եւ Հայաստանը բացի տրանզիտից վերածվել է արդեն մուտքի ուղղության։
Հայաստանի Հանրապետություն Եվրոպական միություն վիզաների ազատականացման շուրջ երկխոսության շրջանակում արձանագրվել է զգալի առաջընթաց եւ 2025 թվականի նոյեմբերի 5-ին հայկական կողմին պաշտոնապես հանձնվել է գործողությունների ծրագիրը։ Առանցքային է նաեւ այն հանգամանքը, որ փաստաթուղթը մշակվել է երկկողմ սերտ համագործակցության եւ գործընկերային ակտիվ փոխգործակցության պայմաններում։ Այս պայն ներքին գործերի նախարարությունը համակարգում է ինչպես իր ենթակա մարմինների ոստիկանության, միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության, այնպես էլ նախարարությունների եւ դրանց ենթակա մարմինների աշխատանքը, որոնք փոխկապակցված են գործողությունների ծրագրին։ Որպես ընդհանուր իրավիճակը նկարագրող դրվագներ կարող եմ նշել, որ միգրացիայի կառավարման բլոկում աշխատանքները մեծ մասով կատարված են կամ ընթացքի մեջ են։ Իսկ որպես ամենամեծ ծավալի աշխատանք պահանջող ոլորտ պետք է նշեմ սահմանների համալիր կառավարումը, որտեղ եւս չնայած ընթացքում են մի շարք գործողություններ, այդուհանդերձ ծավալուն եւ ռեսուրսատար գործողություններ կան կատարելու։ Հայաստանը մայիսին կստանա առաջընթացի գնահատման զեկույցը եւ վստահ ենք, որ երկկողմ առաջընթաց կարձանագրենք եւ գոհացուցիչ արդյունքներ։ Ընթացիկ տարվա առաջնահերթություններից է միգրացիայի եւ քաղաքացիության ռազմավարական պլանի մշակումը, որը փոխկապակցված է ժողովրդագրության ռազմավարության եւ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի հետ։ Ներքին գործերի նախարարությունը առանձնահատուկ կարևորում է քաղաքացիության բաղադրիչը, որի վերաբերյալ արդեն իսկ իրականացվել են նախնական քննարկումներ Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավորությամբ։ Նոր ծրագրային ապահովում ենք գործարկելու տարեվերջին, որն ամբողջությամբ փոխակերպելու է բնակչության ռեգիստրի տրամաբանությունը։ Նպատակը մեկ միասնական, ունիվերսալ եւ ճշմարիտ շտեմարան ստեղծելն է, որից ցանկացած տվյալ ունենալու է իրավական ուժ եւ ժամանակային կնիք։ Տարբեր գերատեսչություններ այլևս չեն վարելու իրենց սեփական շտեմարանները։ Պետական մարմինները այլևս չեն ուղղորդելու քաղաքացուն որևէ տեսակի տեղեկանք կամ հավելյալ տվյալ ներկայացնելու։ Ավելին, քաղաքացին ունենալու է հասանելիություն սեփական տվյալներին, դրանք արտածելու, տվյալը տնօրինելու, փոխելու հայտ ներկայացնելու հնարավորություն։ Իսկ սեկտի հետ համադրումը այն կվերածի միանգամայն ուժեղ, արդյունավետ միգրացիայի կառավարման գործիքի։ Ընթացքի մեջ է նաև կենսաչափական համակարգի ներդրման ծրագիրը, որն իրականացվում է պետություն մասնավոր համագործակցության շրջանակում։ Մասնագիտացված խմբերը զուգահեռաբար աշխատում են ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ, որպես մասնավոր գործընկեր հանդես է գալիս ոլորտի միջազգային առաջատարներից մեկը՝ հեղինակավոր Ayen Group ընկերությունը։ Ծրագիրը բազմաբաղադրիչ է։ Մի շարք առանձին ամբողջական ենթակառուցվածքների ստեղծում է ենթադրում։ Տվյալների կենտրոն միջազգային IDAS ստանդարտով, այդ թվում սերվերային համակարգի աղետների ռիսկերից պաշտպանության հանգույց է։ Նոր ծրագրային ապահովման ներդրում քաղաքացիների համար նախագրանցման հնարավորությամբ, հետևում ինտեգրված տվյալների շտեմարանների խաչաձև ստուգումներով։ Տարածքային 23 գրասենյակների հիմնում, 2 խոշոր սպասարկման գրասենյակներ Երևանում, որոնք կտեղակայվեն մոլերում, Մեգամոլում եւ Երևան մոլում, 21-ը մարզերում։ Մեգամոլում շինարարական աշխատանքները մեկնարկել են գլխամասային գրասենյակներում նույնպես։ Նոր համակարգը փուլային տարբերակով կգործի աշնանը։ Այս օրերին կարող եք նկատել մեծաքանակ թափուր հաստիկների հայտարարություններ, քանի որ մասնավոր գործընկերը մեկնարկում է համալրման գործընթացը, ստեղծելով ավելի քան 150 նոր աշխատատեղ։ Նոր գրասենյակները նոր որակ կհաղորդեն հանրային ծառայությունների սպասարկման մշակույթին։ Ծրագրվում է ինքնասպասարկման տերմինալների ներդրում, ինչպես նաև մոդեռն սպասասրահների եւ մանկական խաղասրահների ստեղծում։ Տեխնիկական կահավորումը կհամապատասխանի միջազգային լավագույն ստանդարտներին։ Բարեփոխումները կներառեն նաև միգրացիա եւ քաղաքացիության ծառայության տարածքային բաժինները։ Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում գործող 47 ստորաբաժանման փոխարեն կգործի 24-ը ապահովված ժամանակակից պայմաններով։ Հաշվառման քննական ծառայությունների մատուցման համատեքստում եւս փոփոխություններ են կատարվել։ Հասարակական դժգոհությունների պատշաճ հասցեագրման արդյունքում 2025 թվականի հունիսից գործարկվել է հերթագրման հիբրիդային մոդելը, որն ապահովում է առցանց եւ կենդանի հերթերի ներդաշնակ համադրումը, էականորեն նվազեցնելով սպասարկման գործընթացում առաջացող լարվածությունը։ Հաշվառման քննական ստորաբաժանումներում վարորդական իրավունքի վկայականի գործնական քննության անցկացման համար նախատեսված տրանսպորտային միջոցները համալրվել են ժամանակակից տեսաձայնագրիչներով, որոնք ապահովում են քննության ընթացքի անընդհատ տեսաձայնագրումը։ Աշխատում ենք վարելու ուսուցումը դարձնել պարտադիր, լիցենզավորել կրթական գործունեություն իրականացնողներին, պատվիրակել նրանց քննություններ։ Միաժամանակ վարորդական վկայականներն ու տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերը հասանելի ենք դարձրել թվային տարբերակով։
Փաստաթղթերը թվային տարբերակով ձեռք բերելու դեպքում վճարվելիք պետական տուրքը կիսով չափով կրճատվում է։ Տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը եւ համարանիշը ձեռք բերելու համար այլևս պարտադիր չէ մոտենալ գրասենյակ։ Այն հնարավոր կլինի ստանալ հայփոստի միջոցով, վճարելով միայն տվյալ ծառայության արժեքը։ Տրանսպորտային միջոցների առուվաճառքի գործարքներն անցած տարվա սեպտեմբերից իրականացվում են նաև թվային տիրույթում։ Համակարգը հնարավորություն է տալիս էլեկտրոնային ստորագրության միջոցով վայրկյանների ընթացքում կնքել պայմանագրեր եւ ինքնաշխատ եղանակով մարել հարկային պարտավորությունները։ Մինչ օրս համակարգի միջոցով կատարվել է 1000 գործարք, սպասարկելով շուրջ 2000 քաղաքացու։ Տեխնոլոգիական այս ձեռքբերումը բարձր է գնահատվել արժանանալով տարբեր մրցանակների։ 2025 թվականի մարտ ամսից ծառայությունների մատուցումը իրականացվել նաև շրջիկ ձևաչափով, հատուկ կահավորված եւ տեխնիկապես հագեցած մեքենաների միջոցով։ Ավարտվել է ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծման աշխատանքները, որոնք մեկնարկել էին 2025 թվականին։ Կենտրոնն արդեն ամբողջությամբ ձևավորված է։ Գրասենյակը ստեղծվել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի 102-ի եւ փրկարծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911-ի միավորման արդյունքում։ Մոտ ապագայում նաեւ շտապօգնության կանչերի միավորման ռազմավարությամբ։ Քաղաքացին այլևս ստիպված չի լինելու ինքնուրույն որոշել, թե արագ արձագանքման որ համարով պետք է զանգահարել։ Նոր գրասենյակը պահպանելու է միջազգային լավագույն ստանդարտը։ Յուրաքանչյուր ահազանգին պետք է պատասխանել 10, իսկ հարցերը տալ, ահազանգը վերլուծել ու համապատասխան ուժերին փոխանցել առավելագույնը 60 վայրկյանի ընթացքում։ Ոստիկանության համակարգը եւս ակտիվորեն ընթանում է թվային տրանսֆորմացիայի ուղով, թեև տարիներ շարունակ ոստիկանություն եւ թվայնացում բառերը անհամատեղելի են եղել, սակայն այժմ բարեփոխումների համատեքստում արդեն իսկ մեկնարկել են թվայնացման աշխատանքները։ Նախատեսվում է ստեղծել քրեական գործերի վարման միասնական թվային համակարգ, որը կապահովի գործերի գրանցման, ընթացքի վերահսկման, փաստաթղթաշրջանառության եւ տվյալների պահպանման միասնական ու անվտանգ էլեկտրոնային միջավայր։ Միաժամանակ ինֆորմացիոն կենտրոնում իրականացվել են գործող տվյալների բազաների ինտեգրման եւ միավորման աշխատանքներ մեկ միասնական տեղեկատվական հարթակում։ Ներքին գործերի նախարարության համակարգում արդեն իսկ ձևավորվել եւ գործում է հանցավորության վիճակագրության եւ հետազոտական կենտրոնը, նպատակ ունենալով ապահովել իրական ժամանակում հանցավորության պատկերը, վիճակագրական տվյալների վերլուծության մեթոդաբանության արդիականացումը, արժանահավատ տվյալներ քաղաքականությունների մշակման, հանցավորության շարժընթացի վերաբերյալ հետազոտությունների իրականացումը, այդ թվում արհեստական բանականության կիրառմամբ։ Մշակվել է համայնքային ոստիկանության գործառույթների թվայնացման տեխնիկական առաջադրանք, որը փոխանցվել է Համաշխարհային բանկին մրցույթ նախաձեռնելու։ Ներքին գործերի նախարարության բարեփոխումների օրակարգում առանցքային բաղադրիչ է կրթությունը, եւ այդ համատեքստում կարևոր է շեշտել ներքին գործերի նախարարության միասնական կրթահամալիրի ձևավորումը, որի նպատակը միջազգային չափանիշներին համապատասխան եւ մրցունակ մասնագետների պատրաստումն է ոչ միայն ոստիկանական ու փրկարարական ոլորտում, այլև արդեն հանրային ծառայության։ Այստեղ ամբողջովին նոր մոտեցմամբ շեշտադրված են գործնական ուսուցումը, նորարարական մեթոդները եւ ժամանակակից տեխնիկական միջոցների կիրառումը։ Այդ նպատակով ձևավորվել են սիմուլյացիոն սենյակ հագեցած վիրտուալ իրականության գործիքներով։ Պիլոտավորվել է մենթորության նոր ծրագիր, վերապատրաստվել է ոստիկանության ավելի քան 10,000 ծառայող, 300 փրկարար ծառայող, տարբեր պետական մարմինների ավելի քան 2000 աշխատակից եւ քաղաքացիական ծառայող։ Ոստիկանության զարգացման նպատակով ներդրվում են համակարգային երկարաժամկետ լուծումներ, որոնք մեկնարկել են ռազմավարական ու իրավական դաշտի բարեփոխումներով, արդիականացվել է պահնորդական ծառայությունը, օպտիմալացվել պահպանվող կարևորագույն օբյեկտների ցանկը, մշակվել խոշտանգումների ու վատ վերաբերմունքի կանխարգելման նոր մեխանիզմներ։ Ոստիկանության 4 հենասյուների զարգացումը մնում է որպես համակարգի շարունակական հանձնառություն։ Նոյեմբերի 1-ին գործարկված ոստիկանության գվարդիան, որը խաղաղ հավաքներ իրականացնելու քաղաքացիների իրավունքի արդյունավետ իրականացման երաշխավորն է այլևս, առաջին անգամ առաջնորդվում է ոստիկանության ծառայողների կողմից ուժային միջոցների գործադրման ստանդարտացված գործելակարգով։ Միասնական ստանդարտների ներդրումը եւ համապատասխան մշակույթի ձևավորումը բարդ, սակայն անհրաժեշտ գործընթաց է։ Այդուհանդերձ մենք ընդունել ենք այդ պատասխանատվությունը, մեր ջանքերն ուղղելով դրա հետևողական իրագործմանը։ Ոստիկանության գվարդիայի ծառայողների հատուկ պատրաստության եւ պարբերական վերապատրաստման համար մշակվել են հատուկ դասընթացներ, որի շրջանակում վերապատրաստվել է ընդհանուր շուրջ 3000 ծառայող։ Ձևավորվել է բանակցային խումբը եւ հատուկ մարտավարական գործողությունների կազմակերպման գունդը, որոնք հանդիսանում են փոխլրացնող եւ բարձր մասնագիտացված ստորաբաժանումներ,
ուղղված հասարակական անվտանգության ապահովման ժամանակակից մարտահրավերներին արդյունավետ արձագանքմանը, ճգնաժամային եւ բարձր ռիսկայնության իրավիճակներում։ Թե հետիոտն, թե ավտոմեքենաներով շրջիկ ծառայությունը շարունակաբար գրանցում է դրական արդյունքներ։ Գվարդիայի ձևավորումից նոյեմբերի 1-ից մինչ օրս ծառայողները բացահայտել են 314 հանցագործության դեպք եւ արձանագրել 30 իրավախախտում։ Նախարարության եռամյա գործունեության առանցքում հանրային անվտանգության ապահովման երկարաժամկետ եւ դիմակայուն ինստիտուտի ձևավորումն է։ Այդ նպատակով համակարգված աշխատանքներ են իրականացվում ենթակառուցվածքների արդիականացման, կադրային ներուժի զարգացման, կրթական որակի բարելավման եւ թվայնացման ուղղություններով։ Հանրային անվտանգության ապահովման արդյունավետությունը դիտարկվում է ոչ միայն օպերատիվ ծառայությունների, այլև կանխարգելման եւ վերլուծական մոտեցումների համատեքստում։ Շրջանառության մեջ է դրվել հանցագործության կանխարգելման ռազմավարությունը, որը հիմք է հանդիսանում ապացուցահեն քաղաքականության ձևավորման եւ ժամանակակից մեթոդաբանության կիրառման համար։ Ներքին գործերի նախարարության կազմում ձևավորված հանցավորության վիճակագրության եւ հետազոտական կենտրոնի համատեքստում նախատեսվում է ներդնել նոր մոտեցումներ քրեաբանական վերլուծության ոլորտում, այդ թվում արհեստական բանականության գործիքակազմի կիրառմամբ։ Միաժամանակ իրականացվում է հանցավորության վիճակագրության մշակման եւ վերլուծության գործընթացի ամբողջական վերափոխում, ապահովելով տվյալների ճշգրտությունը, համադրելիությունը եւ օպերատիվ կիրառելիությունը։ Նշված վերլուծական ու կանխարգելիչ կարողությունների զարգացման տրամաբանության շարունակությամբ, ինչպես նաեւ տվյալահեն եւ տեխնոլոգիական մոտեցումների ներդրման նպատակով նախատեսվում է ստեղծել կիբեռլաբորատորիա, թվային հանցագործությունների բացահայտման, թվային ապացույցների հետազոտության եւ կիբեռհանցավորության դեմ պայքարի կարողությունների զարգացման նպատակով։ Համակարգային բարեփոխումների հետևողական իրականացումն ապահովել է տեսանելի առաջընթաց, ինչն արտահայտված է հստակ եւ չափելի ցուցանիշներով։ Մասնավորապես նախորդ տարվա ընթացքում արձանագրված սպանության դեպքերը 100%-ով բացահայտվել են։ Ներքին գործերի նախարարությունը մշակել է սպանությունների հաշվառման նոր մեթոդաբանություն, նպատակ ունենալով չեզոքացնել հանցավորության վերաբերյալ խեղաթյուրված տեղեկատվության տարածումը։ Նմանատիպ ապատեղեկատվությունը հաճախ կիրառվում է որպես հիբրիդային հարձակումների գործիք, հանրության շրջանում տագնապի եւ անվստահության մթնոլորտ ստեղծելու, ինչպես նաեւ պետության անվտանգային վերահսկողությունը խարխլելու համար։ 2025 թվականին արգրավել են տարբեր տեսակի 768 կիլոգրամ թմրամիջոց, ինչը 80%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Արգրավել է 4.5 տոննա ապօրինի որսած ձուկ, բացահայտվել է խոշորամասշտաբ ներդրումային խարդախություններով զբաղվող 4 խումբ։ Արգրաված, հայտնաբերված եւ կամավոր հանձնված հրազենի թվականակը նախորդ տարվա համեմատ աճել է 42.2%-ով։ Հայտնաբերվել է պետությանը եւ համայնքին պատճառված 25 միլիարդ դրամի նյութական վնաս, ձերբակալված եւ կալանավորված անձանց վերաբերյալ ուղեկցման հայտերը կատարվել են մոտ 98%-ով։ Շարունակելով մի շարք կարևոր ցուցանիշների ներկայացումը նշեմ, որ 2025 թվականի ընթացքում Պարեկային ծառայության կողմից հայտնաբերվել եւ բացահայտվել է 14747 դեպք։ Ոստիկանության կողմից վարորդական իրավունքից զրկման դեպքերը 5435-ն են։ Մինչդեռ ճանապարհային ոստիկանության 3 տարվա միջին արդյունքը 764 էր։ Պարեկային ծառայության ներդրումից ի վեր կայուն նվազման միտում են դրսևորում ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհերի ցուցանիշները։ 2 տարվա արդյունքներով, ինչպես տեսնում եք, խնայվել է 95 մարդու կյանք։ Արդյունավետության բարձր ցուցանիշ ունենք նաև վարչական իրավախախտումների մասով։ 2025 թվականին Պարեկային ծառայությունը կազմել է շուրջ 1 միլիոն արձանագրություն։ Մինչդեռ ճանապարհային ոստիկանության կողմից 3 տարվա տարեկան միջին ցուցանիշը 300,000 էր։ Արձանագրված գործնական արդյունքներն ու առաջընթացն անհնար է պատկերացնել առանց համակարգի ներքին կայունության ու պրոֆեսիոնալիզմի հետևողական ամրապնդման։ Այդ համատեքստում ինստիտուցիոնալ վերափոխման առանցքային ուղղություններից է մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի արմատական բարեփոխումը։ Այդ նպատակով ընդունվել է ոստիկանության բարեվարքության եւ կարգապահական կանոնագիրք օրենքը, հաստատվել են ծառայողների վարքագծի կանոնները, ինչպես նաեւ մշակվել է առաքինության ստուգման կարգը։ Միաժամանակ իրականացվում է ատեստավորման համակարգի շարունակական կատարելագործում։ Այդ գործընթացին զուգահեռ մշակվել են կատարողականի գնահատման նոր մոտեցումներ, որոնք հնարավորություն կտան իրականացնել ծառայողների գնահատում ոչ թե մեկ անգամյա, այլ շարունակական հիմունքներով։
Նվազեցվել են մուտքային, հասակի եւ քաշի չափանիշները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության բնակչության ֆիզիկական, ֆիզիոլոգիական տվյալներն ու առանձնահատկությունները։ Օրենսդրական փոփոխությամբ վերացվել է ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային առավելագույն շեմի սահմանափակումը։ Նախատեսվում է ներդնել նոր թվայնացված մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգ, որի միջոցով կկարգավորվեն ոստիկանության համակարգում մարդկային ռեսուրսների կառավարման առանցքային բոլոր գործընթացները։ Անդրադառնալով ենթակառուցվածքներին նշեմ առավել էական աշխատանքները։ Կառուցվել է վարչական նոր համալիր բարեկային ծառայության եւ օպերատիվ կառավարման կենտրոնի համար։ 30%-ով օպտիմալացվել են ձերբակալվածների պահման վայրերը։ Ունեցել ենք ավտոպարկի աննախադեպ թարմացում։ Հատուկ կահավորված 34 տրանսպորտային միջոց, տեխնիկական միջոցներ, զրահաբաճկոններ եւ այլն։ Հանրային հաղորդակցության համատեքստում աշխատել ենք եւ քաղաքացիական հասարակության հետ, եւ անհատապես քաղաքացիների ներգրավման ձևաչափերով եւ հանրության լայն շերտերին ուղղված տեղեկատվական արշավների ձևաչափով։ Մեր ոլորտի հասարակական կազմակերպությունները ներգրաված են եղել ատեստավորման, կարգապահական հանձնաժողովներում, ձևավորել ենք հասարակական դիտորդների խումբ, ստեղծել ենք ներքին գործերի նախարարինքից հասարակական եւ երիտասարդական խորհուրդներ, իրականացրել թիրախային հաղորդաշարեր։ Աղետների ռիսկի կառավարման ոլորտում եւս իրականացվում են համապարփակ օրենսդրական, ինստիտուցիոնալ եւ տեխնիկական բարեփոխումներ, ուղղված բնակչության պաշտպանության համակարգի արդիականացմանը։ Առանցքային նշանակություն ունի կանխարգելման կարողությունների հզորացումն ու արձագանքման արդյունավետության բարձրացումը։ Մասնավորապես մշակվում է աղետների վաղ ազդարարման համակարգի ձևավորման հայեցակարգը եւ դրանից բխող միջոցառումների ծրագիրը, որի նպատակն է նվազեցնել աղետների հետևանքով հնարավոր կորուստներն ու վնասները։ Ինստիտուցիոնալ օպտիմալացման շրջանակում նոյեմբերի 1-ից իր գործունեությունը դադարեցրել է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՕԱԿ-ը։ Նշված գործընթացը նպատակ ունի ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր հավատարմագրված անձանց կողմից։ Մեկնարկելու են սեյսմիկ դիտացանցի ամբողջական եւ լայնամասշտաբ արդիականացման աշխատանքները, որոնց շրջանակում ձեռք կբերվեն տարածաշրջանում աննախադեպ ժամանակակից սեյսմիկ դիտարկման եւ չափման սարքավորումներ։ Դրանք էականորեն կընդլայնեն երկրաշարժերի վաղ հայտնաբերման, տվյալների ճշգրիտ վերլուծության եւ սեյսմիկ ռիսկերի գնահատման վերլուծությունները։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության զարգացման նոր հայեցակարգով նախատեսվում է կառուցվածքային օպտիմալ մոդելի ձևավորում, ինչը կբարձրացնի կառավարման արդյունավետությունը, արձագանքման օպերատիվությունն ու ռեսուրսների նպատակային կիրառումը։ Որպես համակարգային բարեվարկության կարևորագույն բաղադրիչ հաստատվել են նաև ծառայողների վարքագծի կանոնները, նպաստելով ծառայողական էթիկայի եւ պատասխանատվության մակարդակի բարձրացմանը։ Կարևոր է ընդգծել, որ ներկայումս փրկարար ծառայությունում ծառայության անցնելը հնարավոր է բացառապես ներքին գործերի նախարարության կրթահամալիրում բազային պատրաստվածության կուրսն անցնելուց հետո։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև փրկարար ծառայության կամավոր համակարգի զարգացմանը։ Նախատեսվում է այդ համակարգի հետագա ընդլայնվում, կամավորների համար հատուկ սոցիալական եւ իրավական երաշխիքների սահմանմամբ։ Համալրվել է փրկարար ծառայության նյութատեխնիկական բազան։ Ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է կամավորական հրշեջ-փրկարարական 11 հենակետ, որոնցից երկուսը ձևավորվել են 2025 թվականի ընթացքում Մեղրաձորում եւ Արագածավանում։ Նոր հենակետերի ստեղծման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են նաեւ այս տարի։ Բացվել է փրկարար ծառայության Ստեփանավանի ստորաբաժանման մոդուլային շենքը, կառուցվում է Սևանի ջրափրկարարական կայանը, Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի մասնաշենքը։ Ձեռք են բերվել նոր տրանսպորտային միջոցներ եւ համազգեստ։ Այսպիսով ներքին գործերի նախարարությունը պատասխանատու հանձնառությամբ իր մանդատի շրջանակում շարունակելու է կյանքի կոչել բարեփոխումների օրակարգով նախատեսված ծրագրերը։ 112 բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունեցեք։ Ազանգ ունեն քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի փողոցայում։ 112 մեկ զանգ արագ արձագանք։ Մեր թողարկումն ավարտվեց, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։